Ողջույն սիրելիներ, տեսեք ինչպես է ծաղկել իմ հորտենզիայի թուփը։ Վերջապես անձրևները դադարեցին եւ ես կարողացա այն նկարել ու ձեզ ցույց տալ։ Ինչպիսի գեղեցկություն, հապա նայեք, այս թուփը կարծես մի փունջ լինի ինձ համար, նվեր, գեղեցկություն ուղղակի, ես չեմ խաղում, թողնում եմ այսպես, երկար մնում են։ Քանի որ անձրևները հորդաղատ էր, արագ ծաղկեցին բոլորը, բայց ամենասկզբից իհարկե այս աջ կողմինը շատ գեղեցիկ է, հիանալի ու բավականին շատ են, դեռևս ավելի կգեղեցկանա այս թուփը, երբ բոլորը ծաղկեն։ Ահա այսպես հաճելի օր եմ մաղթում բոլորիդ, մնացեք ինձ հետ, հետաքրքիրը դեռևս առջևում է։ Կրկին ողջույն սիրելիներ, այսօր մի քիչ այլ կլինի իմ կոնտենտը, ես զարդերը ցույց կտամ իմ հագուստների վրա, որովհետև ինչ ափի մեջ եմ ցույց տալիս, ինչ սեղանին, ինչ հագուստի վրա, լրիվ այլ է, պատկերացումները ֆանտազիային զոր չենք տա եւ կնայենք այնպիսին, ինչպիսին կլինի հագուստի վրա։ Տեսեք հասարակ սպիտակ թիշորտին ես հաղորդել եմ գույներ, կրելով այս գեղեցիկ սաղը կովինտրի բրոշը եւ էրամից գնաց այս գեղեցիկ վզնոցը գուազանե տեխնոլոգիայով, այսօր թեմատիկ զարդեր եմ ընտրել, ծաղիկներ, որպեսզի մի փոքր բարձրացնեմ եւ ձեր տրամադրությունը, ինչպես նաեւ իմ, քանի որ մի փոքրիկ վատ առողջ եմ, արձակուրդ չէի գնացել, պարզապես հիվանդացել էի 5 օր տնային կալանք, որպեսզի լավանամ, ապաքինվեմ եւ հնարավորինս շուտ դուրս գամ եթեր, ձայնս եթերային չէր, այդ իսկ պատճառով դուրս չէի գալիս ձեզ այդ հանդիպման, կներեք մի փոքր, ինչևէ շեղվեցի, բայց հիմա ցույց եմ տալիս իրական տեսքը այս գեղեցիկ ջրաշուշանի, որից ունեմ եւս մեկ այլ գույն, իրական ջողերի հետ կոմպլեկտ, բայց այս վզնոցի հետ բնականաբար սազեց այս բլու մաղին գույնը, շատ գեղեցիկ, հիանալի բրոշ է, այն հնարավոր է նաեւ կրել մարգարտե վզնոցի վրա, այս չափի խոշոր բրոշները դիտարկում ունեցեք, որ հնարավոր է կրել ցանկացած ուլունքներից բաղկացած վզնոցների վրա, եւս լավ են նայվում, ինչպես նաեւ գոտկատեղի մասում կարելի է հավաքել այսպես թիշորտը եւ ինչ որ միտեղ կողքի վրա ամրացնել այս գեղեցիկ ծաղիկը, նույնպես շատ լավ կարող է նայվել։ Ախա այսպես ինչ որ բան կարող է ստացվել, սիրելիներս, եւ այսպիսով մեր հասարակ սպիտակ բազիկ թիշորտին տալիս ենք ինչ որ հետաքրքիր տեսք, ինչ որ գեղեցիկ ոճ, տարբերիչ, չէ որ առանց զարդերի տեսեք, ինչքան միատոն ու պարզագույն հագուստ է դառնում հասարակ թեպետ հասարակ թիշորտը, բայց կարելի է նաեւ զարդարել բրոշներով, վզնոցներով, ինչպես նաև այս տարբերակով, որը ավելի ընդունված է երիտասարդների մոտ, հենց մտցնում են շալվարի մեջ, ինչ որ դրապիրովկա հաղորդելով թիշորտին, բայց ինձ թվում է այս տարբերակը ավելի գեղեցիկ է ու հետաքրքիր, այնպես չէ սիրելիներս։ Մեկ ուրիշ տարբերակ, ահա եւս մեկ բրոշ, սաղը կովինտրի բրոշներից է, շատ էլեգանտ դաջվածքով, մարգարտե ինչ որ ծաղիկ կամ ողկույզ, չգիտեմ ինչ կարելի է ասել, շատ հոյակապ կատարում է եւ ես որոշեցի այն նույնպես ամրացնել իմ ամառային բլուզներից մեկի վրա եւ ասեմ մի գաղտնիք օգտագործում եմ այսպիսի բամբակե դիսկ, որպիսի ծանր բրոշները չկախվեն։ Ահա տեսեք, ներսից ամրացրել եմ ես այն խնամքով, քանի որ բրոշը ծանր է։ Նախորդ թիշորտիս վրայի բրոշը Սահա Կովինցի նույնպես ամրացրել էի ահա այս դիսկով, ընդհանրապես ամառային բոլոր բլուզներիս եւ շորիկներիս վրա ես նախընտրում եմ այս դիսկով ամրացնել բրոշները, որպեսզի ծանրությունից չկախվեն եւ նաեւ գործվածքը չվնասվի։ Սա որպես դիտարկում ունեցեք։ Ահա այսպիսի սովորական, ամենասովորական բամբակե դիսկ։ Հիմա տեսեք ինչքան էլեգանտ է նայվում այս հասարակ սովորական բազիկ բլուզը, իսկ առանց զարդի շատ հասարակ է ու շատ անշուք։ Պատկերացնում եք ինչքան է փոխում զարդը տվյալ լուքը։ Այն կարող է դարձնել ինչպես տոնական, այնպես էլ սովորական առօրյայում casual ոճի որևիցե հագուստ ավելի ուրախ եւ պայծառ։ Ահա եւս մի հիանալի բրոշ Սահա Կովինցից, կոչվում է ճայ եւ ինչպես տեսնում եք ճայ է։ Թեպետ ես օգտագործել եմ ոսկե մետաղից էլեմենտներին վզնոցի վրա, այնուհանդերձ այս արծաթագույն էլեգանտ ճայը շատ գեղեցիկ է նայվում իմ հագուստի վրա, այս բացվածքը վզի կոչվում է նավակ եւ կարծես ճայն էլ թեմայի մեջ լինի,
իմիջիայլոց շատ էլեգանտ ճայ է եւ ամռանը արձակուրդի ժամանակ պատկերացնում եք ծովի ափին, ինչ թեմատիկ բրոշ է, իսկապես շատ ժամանակահարմար, այնպես չէ, սիրելիներս։ Կարելի է նաեւ օգտագործել աքսեսուարներից որևիցե մի շարֆի։ Օրինակի համար, ահա այսպես։ Կարող ենք ճայը այստեղից հանել ու տեղադրել այստեղ, նույնպես գեղեցիկ կնայվի։ Հիմա կփորձենք դա միասին անել։ Այստեղ նույնպես ես բամբակ էի տեղադրել, որպեսզի բրոշը չկախվի, քանի որ ծանր են այսպիսի մասիվնի չափերով, խոշոր չափերով բրոշները ծանր են։ Այսպես գեղեցիկ են նույնպես, նայած։ Եթե չեք սիրում հագուստի վրա բրոշներ կրել, կարող եք կրել ձեր շարֆիկների վրա, նույնպես տարբերակ է, կարող եք որպես դիտարկում ունենալ ձեր համար։ Եկանք հասանք իմ ամենասիրելի բրոշներից մեկին, 50-ականների վինտաժային բրոշ է, մետաղական ծաղիկ, այն նույնպես կարելի է կրել կրծքավանդակում, ինչպես նաև շարֆի վրա, պիջակի, այնպես էլ կարելի է թիշորտերի վրա հավաքել կողքից եւ դրապիրովկա տալ այս բրոշի միջոցով։ Այս բրոշը իսկապես ինձ շատ է դուր գալիս։ Թերթիկների կառուցվածքը այնպես է, ինչպես ճիշտ բնական ծաղիկինը, ունի ծալվածքներ, գունային գաման տեղ-տեղ մքանում է, ստվեր, լույս, կատարումը ճիշտ է արված։ Այդ իսկ պատճառով ես սիրում եմ վինտաժային զարդերը, նրանք հագուստի վրա դառնում են ավելի կենդանի, որովհետև ունեն 3D էֆեկտ, ունեն լույսային գունային խաղ, իսկ հագուստը ծառայում է նրանց համար ընդամենը կտավ։ Եվ տարբեր հագուստների վրա այլ կերպ են նայվում, օրինակ սպիտակ թիշորտի վրա այն այլ կերպ կարող է նայվել, եւ այդպիսով դու դառնում ես ինչ-որ առումով դիզայներ կամ նկարիչ, ստեղծելով քո կտավը։ Եվ ինչ որտեղ նաև ձեր ինդիվիդուալ հագուստը, սիրելիներս, ահա այս բլուզը Zara-ից էի գնել, հավանաբար շատերը կունենան եւ կհագնեն, ճիշտ է, բայց երբ որ դու արդեն հարմարեցնում ես որևիցե մի բրոշ կամ զարդ, ապա այն վերափոխվում է եւ շաբլոն չի դառնում մասայի մեջ, դու մնում ես քո ինդիվիդուալ ոճի հետ միասին։ Եթե անգամ նույն տարածքում հանդիպեք մի այնպիսի մարդու, որը նույնպես կրում է նմանատիպ բլուզ, դուք ես վատ չես զգա, բնականաբար արդեն քո բլուզը ավելի տարբերիչ կլինի եւ այդպիսով դու կտարբերվես, ոչ թե մանավանդ աշխատանքի վայրում, երբ կա դրես կոդ, բոլորը հագնվում են միանման եւ հավանականությունը մեծ է, որ նույն բլուզից կամ վերնաշապիկից կունենա նաեւ մեկ այլ կոլեգ, դրա համար ավելի ցանկալի է եւ նախընտրելի զարդարել մեր հագուստը եւ ունենալ տարբերիչ տեսք։ Կարծում եմ, որ դուք ինձ հետ համամիտ կլինեք։ Կարելի է նույնիսկ մի քանի բրոշներ այստեղ կպցնել ցանկության դեպքում, ստանալով կոլաժ։ Փոքրիկ բրոշների դեպքում դա թույլատրելի է, ինչպես նաև եթե ունեք մեծը, կարող եք նրա հետ մի երկուսը միջնեկ կամ փոքրիկ նույնպես հարմարացնել նույն թեմայից, օրինակ ծաղիկների հետ դիթեղներ կամ ավելի փոքրիկ ծաղիկներ կամ թռչնակներ, այդպես զուգորդելով։ Կստանաք հետաքրքիր կոլաժ եւ զրույց սկսելու թեմա, ինչպես նաև կոմպլիմենտներ կստանաք ձեր գոլեգաներից, ինչը որ բարձրացնում է մեր տրամադրությունը եւ յուրաքանչյուրիս հաճելի է, սիրելիներ։ Ահա ես կպցրեցի եւս մի փոքրիկ բրոշ նռնակարով, ինչը համապատասխանում է այս թեմային, որտեղ այստեղ նույնպես առկա են նռնակարով էլեմենտներ եւ մի փոքր աբստրակտ տեսք ստացավ իմ բլուզը։ Կարելի է նաև այս փոքրիկը կպցնել այստեղ մանժետի վրա։ Հիմա ես կանեմ դա ձեր հետ միասին։ Ահա այսպես, սիրելիներ։ Կամ կարելի է կողքի վրա այստեղ կպցնել։ Ահա այսպես, բացվածքի վրա։ Շատ տարբերակներ կան, ավելի հետաքրքիր դարձնելու մեր հագուստը, սիրելիներ, պարզապես պետք չի խուսափել, մտածելով դե շտապում ենք կամ կարող է հնաոճ տեսք ունենանք, ոչ, ընդհակառակը,
Որևիցե ժամանակից առավել այս տարի շատ պոպուլյար են բրոշները, շատ մոդայիկ են եւ շատ ընկերություններ արդեն իսկ ստեղծում են հագուստներ բյուժետերիայի հետ միասին։ Ահա եւս մեկ տարբերակ սիրելիներ։ Բազմաթիվ են տարբերակները, դուք ինքներդ էլ կարող եք ստեղծել ձերը, ձեր իսկ ունեցած զարդերով, պարզապես մի փոքր ավել ժամանակ տրամադրեք ձեզ դուրս գալուց առաջ, հարդարվելուց, կոսմետիկ միջոցներ ընդունելուց բացի, համադրեք անպայման ձեր զարդերը։ Համադրելով ձեր զարդերը կունենաք հաճելի տեսք եւ բարձր տրամադրություն, սիրելիներ։ Դե ինչ սիրելիներս, այսօր այսքանը, մի փոքր վատ առողջ եմ, կներեք ձայնիս համար, բայց որոշեցի դուրս գալ եթեր, քանի որ ձեզ շատ էի կարոտել, հուսով եմ դուք նույնպես կհանդիպենք շատ շուտով, հետաքրքիր առջևում է, մնացեք ինձ հետ։ Պակա, պակա, à bientôt, à très vite, au revoir, ցտեսություն։